Նրանտապանում հյուրընկալել եմ քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանին, բարի գալուստ Հայաստան, պարոն Չիբուխչյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ հանրությունը մանրամասն տեղյակ է խաղաղության պայմանագրի բովանդակությանը, համաձայնեցված խաղաղության պայմանագրի բովանդակությանը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն կհանրայնացվի ստորագրումից հետո։ Հիմա դուք ինչ վերլուծություն ունեք հենց բուն պայմանագրի այդ բովանդակության հանրային լինելու կամ բովանդակության պարունակության մասով եւ երկրորդը ինչու Ադրբեջանը համաձայնեցրեց չհամաձայնեցված կետերը, եթե պետք է անմիջապես հետո հայտարարեր, որ Հայաստանին չի վստահում եւ ինտենսիվ ապատեղեկատվություն տարածեր մի քանի օր շարունակ այդ կրակոցների մասին։ Շատ տակիր հարց եք տալիս, երկրորդ հարցը ավելի ծավալուն է, երևի առաջին հարցից հետո, որովհետև երկրորդ հարցը ըստ էության ինքան առավելություններ է տալիս Ադրբեջանին, իսկ առաջի հարցը կարճ ասեմ, մինչև ամբողջական չհրապարակվի այդ պայմանագիրը եւ դու ամբողջականի մեջ չհասկանաս ինչ է գրված, որովհետև այո, ինչ որ կծկտուր մի տեքստի մասին, մի կետի մասին, երկրորդ կետի մասին կարող ենք խոսել, բայց դու մինչև ամբողջական այդ պայմանագիրը 1-ից մինչև 17-րդ կետերը, եթե չեմ սխալվում, չէ, 17 կետ պետք է լինի։ Եթե մենք ամբողջությամբ չտեսնենք այդ 17 կետերը, մենք ամբողջության մեջ չենք կարող պատկերացում կազմել։ Բացի դրանից, փաստաթղթի մեջ, գիտեք, փաստաթղթերի մեջ տարերը, լավ չասենք, բառերը, իհարկե, ձևակերպումները, ստորակետները բովանդակություն են փոխում, բազմ իմաստություն են տալիս, օրինակ, վերջին օրինակը բերեմ, այսօր եթե չեմ սխալվում, փոխարտգործնախարարը արտահայտեց, որ ասեց, որ իսկ ով է ասում, արդյոք երրորդ ուժը դա խաղաղապահներն են, Եվրամիության դիտորդները երրորդ ուժ են կամ ուժ են, չէ, այսպես, հա, մոտավորապես։ Ինչ ստացանք մենք արդյունքում։ Մի կետ, որը կարծես թե համաձայնեցված է, բայց որը թե հիմա ուժը թե ուժ չէ, Եվրամիության դիտորդները։ Իհարկե վերջում անցնում է այն կողմի տարբերակը, որ ավելի ուժեղ է։ Մենք դրա համար ենք քննադատում այս իշխանություններին, որ ինչքան էլ դուք փորձեք այսպես պտտացնել, ֆռացնել, մանևրել, դուք շատ լավ հասկանում եք, որ վերջում ուժեղի պահանջներն եք կատարում, որտեղ եթե ուզում ես ուժեղ լինես, պետք է ուժեղ դաշնակիցներ ունես, պետք է ուժեղ խաղի մեջ լինես, որ կարողանաս քոն անցկացնել։ Հիմա ինչքան էլ իսկ ինչի են այդպես ասում արդեն, մի պարզ պատճառով, որովհետև հասկանում են, որ չանցավ, որտեղ Արադ Միրզյանը 3 եթե 3 առաջորդներ խոստովանեց, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության, ճիշտ է։ Եվ անկեղծացավ նաև որ նաև խոսեց շատ ինձ համար ընդհանրապես անընդունելի թեմայի մասին, երբ որ ասում է սահմանափակենք մեր ռազմական կարողությունները Ադրբեջանի հետ հավասար պայմանավորենք, չգիտեմ, վերահսկողություն սահմանենք։ Ախր դու մենակ Ադրբեջանի հարևանը չես, է։ Պետությունը 20 էնել էս խառը իրավիճակում, երբ որ տեսնում ենք, որ ուժի իրավունքը աստիճանաբար գերակայող է դառնում։ Դու ո՞նց ես սահմանափակում քեզ անուն մի երկրի կամ արդյոք Ադրբեջանը դրան համաձայնվելու է։ Ես ասեմ, ոնց որ մնացած կետերը վերջում չզարմանեք, եթե այդ կետն ես չեմ զարմանա անձամբ, աբսուրդ կարող է հիմա թվալ, բայց վերջում եթե միակողմանի դա կիրառվի մենակ Հայաստանի մասով։ Եթե այդպիսի կետ կիրառվի, ինձ համար ակնհայտ է, որ Ալիևը հասնելու են դրան, որ մենակ Հայաստանի վրա է վերահսկողություն սահմանվելու, պարզ է, չէ՞։ Այսինքն պարզ է, չէ, Ալիևը հաստատ այդպիսի հիմարություն չի անի իր երկրի համար, որովհետև մենակ Հայաստանը չի իր հարևանը, մենակ Հայաստանից չի վտանգ զգում, չէ՞, մեկը Իրանը, տեսնում եք իրենց հարաբերությունները բարբերաբար լարվում են եւ այլն։ Հետևաբար ինքը չի կարող որևէ վերահսկողություն սպառազինության վրա դնել իր երկրի վրա։ Քանընդհատ պետք է զինվի։ Վերջին լուրերով, եթե չեմ սխալվում, 12%-ով ավելացրել է այս տարի արդեն, եթե թվերը թույլ տվեք չսխալվել, եթե դուք հիշում եք ռազմական բյուջեն։ Ամեն տարի ավելացնում է ռազմական բյուջեն։ Ինչ վերահսկողության մասին եք խոսում։ Այդպես Ադրբեջանը ներքաշում է իրանց խոսակցությունների մեջ, այդպես ստիպում է որ գնաս հիմար հրետորաբանության, հետո քո ասած խոսքը պարտադրում է քեզ եւ ինքը չի կատարում դա։ Վերջում նույն Եվրամիության դիտորդների պահանջիկ ասեց վերջում խելոք գնացին, հիմա էլ ասում են, հիմա տեսան Ադրբեջանը չի ուրեմն կատարում, չի գնում խաղաղության, զիջումները կորզես չգնաց խաղաղության, ասում են չէ, գիտեք, այդ արդյոք երրորդ ուժը նշանակում է Եվրամիության դիտորդ դե լավ էլի։ Պարզ չի, որ վերջում մի քիչ էլ Ալիևը սխմի սպառնա, նորից գնալու եք խելոք ասեք, երրորդ ուժը դա Եվրամիության դիտորդն է։ Ներքաղաքական խնդիր են լուծում այսպիսով Հայաստանի իշխանությունները։ Միանշանակ ընտրությունների հարց են լուծում, որտեղ ռեյտինգները շատ ցածր է, ցավոք սրտի։ Բայց հանրությունը պարոն Չիբուխչյանը, հանրությունը փաստաթղթով խաղաղությանը հավատում է։ Գիտեք, ես շփվելով հիմա ժողովրդի հետ շատ չեմ կարող ասել շատերը, բայց
գիտեք ինչ մարդիկ ասում են որ մենք հոգնել ենք շատերը իմ այցի նպատակներից մեկը նաև կարևորային էր որ ես հասկանամ ներսի տրամադրությունները որտեղ ես այդ վտանգները տեսնում եմ բայց այնտեղից եթեր վարելով ինձ համար միշտ հարց էր մնում իսկ արդյոք գիտակցում է մեր ժողովուրդը ինչա կատարվում ներսում ինչ տրամադրություններ ունի եւ ես նկատեցի շատ մի վատ տենդենս ընդորում չեմ ասի համատարած եւ որտեղ դեռ չեմ հասցրել շատ շփվել բայց արդեն տենդենս որը ես մի հոգու երկու հոգու երեք հոգու մոտ չի շատերի մոտ արդեն նկատեցի շատ շատերի մոտ ում հետ շփվեցի, այսինքն կարելի ասել շփվածներից մի զգալի մասի մոտ նկատեցի։ Իրենք ուզում են խաղաղություն, ուղղակի խաղաղություն եւ չեն ուզում խորանան դա ինձ խաղաղություն է։ Եվ սա ինձ ցավ է պատճառում, որովհետեւ այս դեպքում գիտեք այն կենթանի կա, չէ՞ որ գլուխը հողի մեջ մտցնում է եւ չի ուզում տեսնել վտանգները, բայց ամբողջությամբ մարմինը եւ մի տեղը բաց է։ Թշնամին տեսնում է, չէ՞։ Այդ դուք այսինքն մենք չենք ուզում որ մենք այդ վիճակում հայտնվենք, բայց մենք հիմա ես տեսնում որ մարդիկ այդպես են իսկ շատերը այդպես ես չեմ ասում շատերը մեծամասնության մեջ իմ կողմից շփված շատ մարդիկ այդպես են դիրքավորվում շատ հարգված մարդիկ հոգնել են ես դա հասկանում եմ եւ գիտեք ինչից են հոգնել մարդիկ այս ներքաղաքական շոուներից կրկեսներից հիմա մեր ամբողջ քաղաքական դաշտը անկախ նրանից եթե իրոք ազգասեր են եթե իրոք հայասեր են եթե իրոք հայ են ընդհանրապես այդ անդիմություն կոչված է որ խորհրդարանական կոչված այո Գիտեք ինչ, հիմա ոչ թե պետքա հատուկ խաղային, որ բացի մեզնից ոչ ոք այդ խաղի անունն է էլի, հանկարծ ոչ մեկին թույլ չտան այդ նեղկրոգի մեջ մտնի, որ իշխանության մոտ չգա, իշխանություն չի նշանակում մենակ իշխանություն, այլ ընդդիմության տեղը զբաղացնեցին, իրանք իրար մեջ բաժանեն կիսեն, որ միշտ իրանք մնան այդ կրոգով, հասկանում եք, այլ իրանք զբաղված են դրանով, բայց հիմա գիտեք ինչ պիտի լիներ, ամբողջ քաղաքական կուսակցությունները, օրինակ մոտավորապես ոնց որ եղավ Ուկրաինայում, պետքա այս ազգին ոգի տային պետքա տրամադրությունները բարձրացնեին, պետքա միասնաբար քննադատությանը պետքա առանձնացնեին կարևոր հարցերից պետական, պետքա այս հարցը Արցախի հետ կապված համաձայնեցված լիներ քաղաքականությունը, պետքա միասնական գնային պայքարի, միասնական դիվանագիտություն իրականացնեին եւ այդպես այս ազգին այսօրը չհասցնեին, որ մաշվել է ազգը, այսինքն մարդիկ հոգնել են, չեն կարող վատ լուրեր լսեն, հասկանում եք, բայց դու չես կարող խաբես ասես, գիտես ինչ կա, չգիտես ամեն ինչ լավ է, չէ, այդպես չի։ Հատկապես տեսնում եք հիմա աշխարհում ինչա կատարվում։ Սա երևի առաջին մասով հարցի պատը, հա, եւ բացի ոչ միայն իրականում, գիտեք ինչ ներքաղաքական, այո, խաղաղությունը իրենց միակ խաղաթուղթն է մնացել, որ իրենք ուզում են ուրեմն ընտրություններին ներկայացնել եւ կա նաեւ իրոք երկրորդ հանգամանքը իրենք իրենք չեն ուզում պատերազմ իրենք վախում են պատերազմից ասենք դուք ոնց եք պատկերացնում դուք ասենք հիմա 44 օրից պատկերացնում եք Փաշինյանին ու այդ թիմին ասենք ինչ որ կռվող երկրի ասենք ինչ որ ուժեղ ռազմաքաղաքական ղեկավարություն ես չեմ պատկերացնում ցավոք սրտի իրենք այդպես իրենց չդրսևորեցին բայց վախեցող իշխանությունը մյուս կողմից ճարահատյալ պետք է փորձեր ավելի ուժեղ դաշնակիցներ գտնել չտատանվել դաշնակիցների ընտրության հարցում չտատանվել սպառազինության ձեռքբերման հարցում պարոն Չիբուխչյան սպառազինության ձեռքբերումը վախեցող իշխանությունը չի անում դա համարձակ իշխանությունն է անում իրենք չեն ուզում պատերազմ եւ ամբողջ ուժով դա գոռում են որովհետեւ իրենք վախենում են իրենք չգիտեն ինչ անեն ակնհայտ երևում որ չգիտեն ինչ անեն իրենք փոխանակ դասեր քաղեն կամ եզրակացություններ անեն հատուկ այսպես ինչ որ տեսեք այդ բերում են վերապատրաստում են եւ այլն բայց մենք ու ծավալն ու ժամկետները որ տեսնում ենք չէ դա շատ փոքր է հիմա մեր բանակի համար մեր բանակը այսօր արդեն պետք է լրջագույն վերափոխվի բայց բանակից լուրերը լսում եք չէ իմ ասածը հենց դրա մասին էր որովհետեւ վախը մյուս կողմից կարող է դրթել մարդուն ինքնապաշտպանական այդ միջոցառումները շատ արագ իրականացնել հիմա երկրորդ մասը դուք շատ ճիշտ եք ասում բայց ես բազմիցս բարձրացրել եմ այս խնդիրը ուրեմն այստեղ կարևոր հարցը էլիտան բիզնես էլիտան եւ ֆինանսական էլիտան, որը ունի կոնկրետ շահեր, որը չի թողնում, որ դա իրականանա, որովհետեւ իրենք կիսել են երկիրը, գիտեք ովքերով, ում հացնես գիտի ում ձեռքա այս երկրում ունեցվածքը։ Այդտեղ իրենք չեն ուզում ուժեղ դաշնակիցներ, որտեղ հիմա տեսնում եք օրինակ բարօրինակ Տրամպը այսօր ինչ է Ուկրաինայում ուզում անի։ Ուզում է վերցնի ինչ որ կա, էներգետիկ ոլորտը ուզում մտնի, հանքերը, այսինքն ուզում է մտնի մեծ թափով, չէ՞ կոպիտ ասած։ Հələ Տրամպը դա գրեհիկ է անում շատ, ենել են վիճակում, որ Ուկրաինան շատ ավելի մեծ բան անում Ամերիկայի համար, Ամերիկայի դիրքի պահպանման համար, ուկրաինացիները շատ ավելի լուրջ պայքար են տանում։ Կոպիտ ասած, համեմատելու չի, ուղղակի։ Ինչի բերեցի Ուկրաինայի օրինակը, որ հասկանաք, որ
ցանկացած երկիր, որը ուզում է Հայաստանի դաշնակից դառնա, պետք է ասի այդ դաշնակցությունը ո՞նց է արտահայտվելու։ Հո դու չես մնալու հապկում, ես քեզ մենակ զենք տամ ու փող տամ, տենց չի լինում, չէ։ Փոխադարձ շահավետ պետք է լինի։ Փոխադարձ ինչ ունես։ Այն չէ այն պղնձամոլիբդենային ռուսների ձեռը, որ էկոլոգիական հիմա քննություն կազմակերպեն, կարող է բարձի աշխարհի ամենակեղտոտ հանքնա, ճիշտ է։ Ամենա կարող է պատահի, որ այս բային մի հատ ուսումնա կարող է, ես չեմ պնդում։ Տեսեք, օրինակ եմ բերում, տեսականորեն։ Կարող է հիմա ուսումնասիրություն արվի, բարձի հենց այդ հանքի ու շրջակա միջավայրը այդ կեղտոտ աշխատանքի պատճառով, օրինակ, տեսականորեն։ Կարող է, չգիտեմ, հիվանդ են, այն ամենավատ հիվանդությամբ, հա, այդ դրա պատճառով կոպիտ ասած։ Եվ չի պահպանվում որևէ կանոններ, չէ՞, բայց իրանք ինչ են, իրենք չտարան պղնձոմալուբին, իրանք սարքեցին ամուրսարի գլխին։ Գիտեք ինչի, իսկ ամուրսարը ամենավերջի տեխնոլոգիաներով էր գալի ամերիկյանը, որովհետև իրանք պետք էր վախացնել դրսի ներդրողների աչքերը, եւ դա ձեռ էր տալի եւ ռուսներին եւ ներքին էլիտային, որ հանկարծ այստեղ բիզնես չդնեք, այսինքն լրվելու եք։ Հասկացաք, այսինքն սա ֆինանսական ձեր հարցի պատասխանը, մյուս մասը ֆինանսական նախկինները, ներկաները, սա իրար հետ միաձուլվածները իրանք չեն ուզում, որ դրսից մարդ մտնի Հայաստան։ Սա բազմիցս եմ ասել, դա այդ հարցը ես ի սկզբանե, որովհետև տեսեք, դրսի ներդրումն է Հայաստանի փրկությունը, դա եւ բերելու է կաթիլ անվտանգություն, եւ բերելու է նոր տեխնոլոգիաներ, եւ բերելու է նոր աշխատատեղեր, եւ բերելու է բարեկեցություն, եւ բերելու է նոր տեխնոլոգիաներ, որը ամենակարևորն է մեր համար, նոր տեխնոլոգիաները, եւ բերելու է զարգացվածության նոր մակարդակ։ Բայց դրա համար դու քայլ պիտի անես, չպետք է գնաս կանգնես միայն ասես ժողովրդավար ենք մենք, այ Թավշյա հեղափոխություն ասում են, տղա ջան, արդեն ում եք խափում դուք ստեղ։ 8 տարի անց է, ինչ եք խոսում, դուք ինչ ժողովրդավարություն։ Հələ ձեր տնտեսության կառուցվածքը նայեք, ոսկու ադամանդի վրա փչած տնտեսություն ա եղել։ Բանի ռեէքսպորտի վրա փչած տնտեսություն, ինչ ժողովրդավարությունը մենակ խոսքով չի, մենակ խոսքի ազատությամբ չի։ Ուրեմն ժողովրդավարություն պետք է լինի եւ դա ամենակարևորը տնտեսության մեջ, ամենակարևոր չափանիշը արտասահմանցիների համար միջազգային դա տնտեսական մրցակցությունը, ազատ մրցակցությունը, իսկ կարող է դա ժողովրդավարության կոմպոնենտ չի։ Կոմպոնենտ է, չէ։ Վերջացա։ Երկրորդ մասը հիմա ձեր հարցի չեմ կարող չպատասխանել, դա ամենակարևոր մասն է։ Իսկ ինչու ողջունեցին եւ Ալիևը ինչու գնաց այդպիսի բանի, չէ՞, դա ամենակարևորն է։ Ողջունեցին, որովհետեւ այդպես պաշտպանում են Հայաստանին։ Գիտեք ինչի։ Այդպես փորձում են ճնշում գործադրել Ալիևի վրա, որ ստացար, էդ էլ ստացար, դեստորագրի, որտեղ մենք հասկանում ենք, չէ՞, միջազգային հանրությունը ուզում է խաղաղություն, չի ուզում այս ռեգիոնում սրացում։ Չի ուզում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի։ Դրա համար չեն կարող ասել վատ է, որ դուք Բերբոկը ինչ ասեց։ Դու այն Փաշինյանին հասկացրեց, չասես, դու այնպեսի համարձակ զիջումների ես գնացել։ Պարզ ասեց մարդը։ Հիմա միջազգային հանրությունը ինչ որ միտեղ նաև այդ ողջունի մեջ տագնապ կա, որ արդեն ինչ կարմիր գծեր եք դուք անցնում, բայց գոնե հիմա փորձենք ճնշել Ադրբեջանին, այս ողջույններով ցույց տանք, դու դրանով իրենք փորձում են իբր պարտավորեցնել Ադրբեջանին, որտես մենք սաղած ողջունեցինք դարի ստորագրի, իսկ արդյոք դա Ալիևի վրա ազդում է։ Իհարկե ոչ։ Ավելին անելու համար միջազգային հանրությունը պետք է ստանա ավելին Հայաստանից, որովհետև Հայաստանը դեռ բացի գնալ կանգնել ամբիոններում անմեղսունակ ասել, մենք Թավշյա հեղափոխություն ենք արել, ժողովրդավար ենք, ուրիշ ոչ մի բան արևմուտքին չի առաջարկել, ոչ մի բան, ոչ մի բան։ Այսօր նկատեք process-ը ինչա կատարվում։ Ինչի նորից սկսեցին քննարկել, երբ պաուզա տվեցին Եվրամիության ինտեգրման գործընթացը։ Երբ որ սկսեցին Ալիևին զիջումներ առաջարկել, տեսակ չէ, քրտ կանգնացրեցին։ Տեսան Ալիևը մերժեց, այսօր նորից նկատել եք, կարդացել եք արդեն, որ հանձնաժողովը նորից քննարկեցին, հիմա վաղը նորից մտցել են օրակարգ։ Ձեր համար տարօրինակ չէ, ինչ եղավ այդ պաուզայի արանքում։ Ընկած Ալիևից խաղաղություն եմ ուրում։ Տեսան չստացվեց, այսօր արդեն պարոն Հովհաննիսյանը դե չեմ սխալվում ասեց, որ երրորդ ուժ կարող է չդիտարկվել Եվրամիության դիտորդները, չէ, արդեն անցան, տեսան, որ Ալիևը մերժեց։ Հիմա իսկ ինչի անում Ալիևը, այստեղ բազմաթիվ պատճառներ կա, բազմաթիվ, կարող է թվարկեմ, չհասցնեմ բոլորը թվարկեմ։ Համար մեկ պատճառ։ Սպասում է Իրանի զարգացումներին ժամանակ է շահում եւ դրանով արդեն իր համար ալիբի է ստեղծում, որ տեսեք, ես գնում եմ խաղաղության, գիտեք ինչ, մեր ժողովուրդը հատկապես այն մարդիկ, որ հակված են հավատալ Նիկոլ Փաշինյանին, չեն հասկանում մի տարական բան։ Այսինքն կամ են որ ասում են որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ամեն ինչում, եթե Նիկոլ Փաշինյանը սխալ է, առաջին կետը կարդացեք Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ամեն ինչում։ Այդ մարդիկ չեն հասկանում մի բարձ բան, այդ որ իրանք նստած ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանին են լսում, ամբողջ աշխարհը ավելի շատ Ալիևին է լսում, որտեղ Ալիևը շատ ավելի ռեսուրսներ է ծախսում, շատ ավելի լուրջ մեդիաներով է դա տարածում, շատ ավելի շատ է դա ասում, իր դիվանագիտությունը շատ ավելի ակտիվ է աշխատում եւ
երբ որ իրանք օրինակ մի բանը լոմա չէ կրակոցները, գիտեք ինչ ասում, Փաշինյանը հերքեցին, ոնց եք դուք պնդում, այսօր ինձ գրել են Սյունիքից, որ կրակում են արդեն քանի օր է, ես չգիտեմ դա ճիշտ է թե չէ, հետևորդներիցս գրում են Սյունիքից, որ կրակում են։ Գեղարքունիքի մասով էլ մաղլում տեղեկություն տարածել։ Բայց իրանց համար կարևոր չի կրակում է թե չէ, կարևորը Փաշինյանը հերքել է։ Իրանց աշխարհը Փաշինյանն է։ Ես դեմ չեմ, ես ասեմ բազմաթիվ համար մեկը Փաշինյան կլինի, Պողոսյան կլինի, այդ ազգանունները իմ համար կապ չունեն։ Ես ասեմ ուշքի եկեք։ Աշխարհը Փաշինյան չի լսում, աշխարհը ամբողջի մեջ է նայում, ուժեղին է նայում, հասկանում է, որ նա է ուժեղը, որ պետքա հասկանալ ոնց են զսպելու նրան, եթե նրան զսպելու են ռեսուրս են ծախսելու, ապա սրանից ինչ են ստանալու, որ նրան զսպեն, իրանց մոտ ամբողջը հաշվարկ կա, հաշվարկ։ Իրանց կապ չունի, իրանց կարևորը ինչ ասես Փաշինյանը, ինչ հերքեց, ինչ չհերքեց, հասկանում եք։ Իսկ Ալիևը տարածում է դա, ինչ է ասում Ալիևը միջազգային հանրությանը։ Հայաստանը իր սահմանադրության մեջ ունի Ադրբեջանին տարածքային պահանջ, հիմա մեր ժողովուրդը ասում է, ով չի հասկանում, ոչ չեն հասկանում, տեղ Ալիևը կա, եւ որտեղ Ալիևը միջազգային հանրության մոտ ագրեսիվ միջազգային հանրության մոտ քարոզչություն է տանում, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ ներկայացնում։ Վախվորած մի քանի անգամ մենակ ներքին լսարանի համար են ասել, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա, այս վերջերս չեմ հիշում, որ Պաշտոնյանն վատ բան չասեց ԿՊ-ականներից, ասեց եկեք միջազգային փորձաքննության տանենք Սիմոնյաններ, թե Միրզոյաններ, չեմ հիշում, կներեք չեմ հիշի հիմա, ասեց եկեք միջազգային փորձաքննության տանենք մեր սահմանադրությունը եւ Ադրբեջանի սահմանադրությունը Վենետիկի հանձնաժողով։ Եթե չեմ սխալվում, նմանատիպ ցանկացած առաջարկություն ողջունում եմ։ Ուրեմն ամեն օր կրկնեք, ագրեսիվ կրկնեք, գնացեք ամեն երկրում ասեք դե ինչի չեք ասում։ Այո, ինչի չեք ասում։ Իսկ հիմա ամբողջ աշխարհը հոդվածներ եմ ես կարդացել, միջազգային հոդվածներ հեղինակավոր իրանք անընդհատ գրում են, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ, հասկանում եք ինչա պրոպագանդա, քարոզչությունը, դա սարսափելի ուժ ունի։ Տեսեք ինչ արեց Պուտինը, մի իր երկիրը սարքեց ֆաշիստական ընդամենը քարոզչության միջոցով։ Արեց նույնը, ինչ որ Հիտլերը արեց 33 թվականից հետո։ Ընդամենը մի քանի տարում, ընդամենը 6-7 տարում, 6 տարի էլ չէ, 5-6 տարում Հիտլերը ամբողջ ժողովրդին Գեբելսը քարոզչության միջոցով սարքեց ֆաշիզմը տարածեց եւ տեսեք ինչ եղավ, նույնը սրանք արեցին, սրանք ավելի երկար արեցին, հասկանաք, քարոզչությունը դա սարսափելի բան է եւ սարսափելի ուժ ունի, հիմա իրանք մեր մասին բան չգիտեն, մենք մեջոցով ներսում խոսում ենք, ասում ենք, ուրախանում ենք, տխրում ենք, կռվում ենք, դրսում չգիտեն ինչա կատարվում, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի օրինակ 60% տարածքային պահանջ կա, չգիտեն Մենք էլ չենք ասում, ասում ենք, այ տեսեք, մենք չենք ասում Ալիև ջան, չենք ասում, որ քեզ չնեղացնենք։ Մոտավորապես այս տրամաբանության մեջ։ Երկրորդ հանգամը, այսինքն տեսեք, Ալիևը սպասում է Իրանի զարգացումներին։ Այ Իրանի հետ կապված պարոն Չիբուխչյան, երկու սցենար է, չէ՞ հնարավոր, որ Իրանը կամ կգնա նոր միջուկային այդ համաձայնագրի ստորագրմանը, կամ կլինի ռազմական լուծում, ինչպես ասում է Թրամփը։ Հիմա երկու սցենարի դեպքում Ադրբեջանը շահող է դուրս գալու։ Ոչ Չեմ կարծում, թե պայմանավորվելու դեպքում Ադրբեջանը շահող է դուրս գալու։ Ինձ թվում է Ադրբեջանը հիմա այդ տեսակ չէ, որ Նեթանյահուն եւ իսրայելական լոբին եւ Ռաբիները անգամ միացան դրան եւ Վիտկոֆին կպցրեցին դրան ամերիկյան նախագահի հատուկ բանագնացին, ցավոք սրտի շատ վտանգավոր process է։ Իրենք պատրաստում են Իրանի հարվածին եւ Ալիևը փորձում է մտնել այդ մեծ խաղի մեջ։ Ես կես տարի առաջարկում եմ, որ մերոնք մտնեն Իսրայելի հետ խոսակցության մեջ։ Չեն անում, վախեցած են։ Տեսեք, սարսափելի վախեցած են։ Եվ արևմուտքը տեսնում է, որ մենք վախեցած են, դրա ասում սրանք վախեցած են, բերեք ողջունենք սրանք, հասկանան, բայց ավել բան չեն արելու, որտեղ ոչ մի բան չէ։ Իսկ Ալիևը մտել է կոնկրետ շահերի խաղի մեջ։ Դա շատ վտանգավոր է։ Ալիևի շահը այդ ռազմական ինքը ամեն ինչ տրամադրում է, ոնց ինքը տրամադրում է, տարածք տրամադրում է, Պակիստանը, Հայաստանը։ Չէ, Մեղրին ենթադրում եմ, այո։ Տրամադրում է, ես ենթադրում եմ, որ այդպես է, ինքը մտել է խաղի մեջ, որ ստանա հենց Մեղրին։ Կարող է ավելին չեմ կարող պնդել, չեմ ուզում ասում, չասեմ, տրամաբանական միջանցքն է, ճիշտ է։ Հիմա ենթադրում եմ, դա է իր նպատակը, ģեր նպատակը։ Ինքը իրան առաջարկում է Իսրայելին, ինքն իրան առաջարկում է ուրեմն ԱՄՆ-ին, ընդ որում տեսեք Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերությունները լարվում է, բայց Էրդողանը ամենևին էլ դեմ չի, որ Ալիևը այդպիսի խաղի մեջ մտնի։ Վստահ եղեք։ Իրենք շատ լավ հետաքրքիր դիվանագիտություն են վարում։ Մենք ոչ մի բան չենք, մենք ընկած մուրում ենք ինչ-որ բաներ առաջարկելու փոխարեն։ Եվ շատ հետաքրքրական է, որ Թրամփը առաջինը մեզ առաջարկեց խոսենք, բայց տեսակ ոնց Ալիևը մտավ, մարտը հասավ նրան, որ Վիտկոֆը եկավ իր մոտ։ Սա վտանգավոր է,
Սա շատ վտանգավոր է։ Եվ Իրանի պարագան հետևյալն է, տեսեք, ինքը տարածք է առաջարկում, ինքը որոշակի ազդեցություն ունի Իրանի ադրբեջանցիների վրա, հետագայում խժդժություն սա երկարաժամկետ, եթե այաթոլաները չեն փոխվում, Իրանի ադրբեջանցիների մասով անգամ չունենալով էլ այդքան ազդեցություն, Ալիևը կառաջարկի փողեկը ծախսի, կառնի էլ, կօգնի էլ, բայց իրան կսարքի գործոն, իհարկե։ Դրա համար մենք պետք է մի բարձ բան հասկանանք, Ալիևը ոչ միայն կարճաժամկետ է խաղում, չեմ կարող ասել երկարաժամկետ, միջնաժամկետ էլ է խաղում, շատ լուրջ խաղ է։ Երկրորդ հանգամանքը, այսինքն մենք հասկացանք, չէ՞ ինչ արեց Ալիևը, Իրան ներկայացրեց որպես խաղաղասեր, տեսեք ես գնում, բայց այդ ուզում եմ հատուկ են դժվար հասկացողների համար, որ մտածում են, որ Նիկոլի ասածն է իրանց համար ամեն ինչ, աշխարհը այսպես է անցալում։ Ալիևը այսպես է մատուցում, որպեսզի հասկանան ինչ է մատուցվում։ Այսինքն Հայաստանը տարածքային պահանջ ունի մեր նկատմամբ, մենք տեսակ անգամ էս էլ համաձայնեցինք, մենք պատրաստ ենք, բայց Հայաստանին չի փոխում իր սահմանադրությունը եւ շարունակում է մեզանից տարածքային պահանջ ունենալ։ Հասկանում եք։ Հայաստանը լռում է, գոնե խոսանք, պատասխանենք, հիմնավորենք, գոնե աշխարհը լսի մեր հիմնավոր, մենք ներսում ենք դա ասում։ Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է, որ Ալիևը անում է, ժամանակ էլ է շահում ձեռի հետ, աշխարհի ներկայանում է որպես խաղաղասեր, բայց արանքում նախապատրաստվում է ամեն դեպքում հարմար առիթի հետ պատերազմը սկսելու եւ նաեւ դրանով ցույց է տալի, որ Հայաստանը շարունակում է մնալ ագրեսիվ։ Ինչի ասում 12 օր խաղաղություն են խախտում են անում։ Հայաստանը շարունակում է պատերազմ փնտրել։ Հայաստանին ագրեսիվ կերպարն է պետք պահել, որ այդ առիթը միշտ պահել, որ ցանկացած պահի կարողանալ մտնել, դա ինձ թվում է շատ բարձր։ Բայց աշխարհը այս դեպքում Բայց պարոն Չիբուխչյան, աշխարհը ավելի շատ Ալիևի հայտարարություններին կհավատա, թե եվրոպացի դիտորդների հայտարարությանը, որ տեղաշարժ չկա, ոչ մի անհանգստացնող հանգամանք չկա, սահմաններին հանգստություն է։ Շատ ճիշտ եք, հիմա անցանք երկրորդ մասին, այսինքն ես ասեցի, որ Ցավալունը այդ Ալիևի արածը շատ մեծ մանևրելու դաշտ է տալ իրան։ Հիմա տեսեք, ոնց հասավ նրան, որ Փաշինյանը ասեց ԵԱԿ Միսկի խմբի ուրեմն լուծարման հարցը մենք անգամ չէ, ոնց որ այդպեսի բան ասես, մենք անգամ նախաձեռնող կհանդիսանանք, երբ որ հարց հնչեց խաղաղությունից առաջ թե խաղաղությունից հետո, պայմանագրից առաջ թե պայմանագրից հետո, հստակ պատասխան չհնչեց ըստ էության։ Ալիևը փորձում է հասնել նրան, որ ոչ միայն ԵԱԿ Միսկի խումբը լուծարվի մինչև խաղաղության պայմանագիրը, այլ նաև Եվրամիության դիտորդները դուրս բերվեն մինչև խաղաղության պայմանագիրը, մինչև խաղաղության պայմանագիրը։ Հիմա դրվեց, հիմա ու Ալիևը տեսեք իր պահվածքով այնպես է անում, որ Փաշինյանը մնում անհանգստանում է, որ ճարահայցալ վերակենում մի հատ էլ զիջում առաջարկում, տերմա չի լում, նորից գնում են Եվրոպա։ Հասկացաք, զգացիք, չէ՞ տենդենսը, այնպես չի, որ ես այս թերթականության ձեզ ասում եմ։ Տեսնում եք, ճշգրիտ արվում է ինչ որ ասում եմ։ Եվ Ալիևը հիմա փորձելու է իր համար ստեղծի մի իրավիճակ, երբ որ անգամ եթե ստացվի այնպես, որ կանգնվի այդ խաղաղության պայմանագիրը, անգամ ինքը տարբերակ չունենա, ինքը նախ հիմա ըստ էության իր համար փոխում է լավագույն պայմանները եւ ամենակարևորը արձակման դուռը բացաթողնում։ Կապ չունի դա կլինի հիմա թե 2 տարի հետո, պահանջելով որ ոչ մեկ չկանգնի հայ-ադրբեջանական սահմանին, որտեվ դեմարկացիան process-ը կարող է 30 տարի տևի, ջերմուկի տարածքները Աստված գիտի երբ կտան եւ Ալիևը գիտեք ինչ մանևրի դաշտ է բացի իր համար։ Խաղում է որքան կարող է։ Եվ ինքը շատ լավ բռնել է ու հասկանալ է, ինքը Փաշինյանի խաղը հասկացել է, եւ ինքը գիտի որ ուշ թե շուտ հասկանում է որ ընտրությունները որքան մոտենում են Փաշինյանը ինքան խոցելի է եւ բերում է զիջումներ։ Բայց Փաշինյանը մի բան պետք է հասկանա, որ մարդիկ այս ամեն ինչը տեսնում են եւ ուզում եմ տեղեկացնել որ մարդ կար, օրինակ ես հետաքրքրական տենդենս նկատեցի, որ ինձ հետ շատ քաղաքակիրթ միշտ ասենք փորձում էր համոզել, խոսել, բանավիճել, որ դե գիտես կարող է սրա համար, այս զիջումների արդյունքում, ասենք, հետարքիր մի մարդ օրինակով եմ բերում, որ ինքը մինչև վերջին ամենահավատարիմ Փաշինյանի պաշտպաններից էր, այս վերջի դեպքերից հետո արդեն այլևս ինքը չի հավատում եւ արդեն ասում է ինձ համար արդեն པարզ է ինչա կատարվում։ Այսինքն, տեսեք, մի մարդու օրինակով ինձ համար հետաքրքիր որ այդ զիջումները որ արվում է, այդպես էլ ինքը կորցնելու էլեկտորատ։ Այսինքն այն մարդիկ, որ դեռ իրեն հավատում, այդ մարդիկ է գնալով ավելի կտրուկ են պակասելու։ Դավան ինքը պետք է հասկանա, որ այդ խաղաղությունը վերջում չկա այն գնով հասնի, որ ամ երկիր կորցնենք, համել ասենք, չգիտեմ, կատաստրոֆ կաղետի բերի ասենք, էլի։ Jack
Ջակփաթ հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Ջակփաթ Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252 Ջակփաթ։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Պարոն Չիբուխյան, Իրանը ինչ ներուժ ունի նոր համաձայնագիր չկնքելու, այսինքն իրադարձությունները զարգանան երկրորդ սցենարով, ռազմական այդ ուժի լուծման ճանապարհով։ Իրանը ներուժ ունի դիմադրելու կամ եթե ունի ներուժ, չունի ներուժ, արդյոք ունի որպես Ռուսաստանի դաշնակից։ Ուզում եմ հասկանամ, այս հարցում արևմուտքին դիմադրելու հարցում Իրանը ում վրա կարող է հույս դնել։ Տեսեք, Իրանի վերջի հայտարարությունը խոսում է այն մասին, Իրանից վերջին հայտարարությունը, որ ըստ էության որ մեծ ներուժ չունեն։ Այսինքն իրենք ցամաքային պատերազմ պետք է սկսեն կոպիտ ասած Իսրայելի դեմ, բայց իրենք ուղիղ սահման չունեն Իսրայելի հետ։ Դա խնդիր է։ Իրենք ունեին լավ հնարավորություն Լիբանանի միջոցով դա անելու, դրա համար Իսրայելը կանխեց բոլոր ծրագրերը։ Մեջքը ջարդեց Հեզբոլլայի եւ լուրը ստացակ երեք նորից խփեցին Լիբանանին։ Շարունակում Համասի նոր ղեկավարին նորից ոչնչացրեցին։ Շարունակում է Իրանի ողնաշարի կոտրումը եւ Իրանը առաջ եթե պրոքսիների միջոցով իրեն բավականին։ Տեսեք ինչ անում ԱՄՆ-ն, հութիներին հարվածեց, Իսրայելը խփեց Համասին եւ Հեզբոլլային։ Իրանի չոքացնելու գործընթացը, սա ամբողջը Իրանին բերելու բանակցությունների սեղան։ Ես չեմ կարծում թե դա լինելու է ցամաքային պատերազմ։ Իհարկե, եթե Իրանը ինչ-որ մի ձևով չորոշի, չմտնել ինչ-որ այլ միջնորդավորած երկրի, չգիտեմ, տարածք եւ փորձի հասնել միջև Իսրայել, ես չգիտեմ, չեմ պատկերացնում ոնց կարող է դա լինի, բայց դա արդեն իրոք կվերածվի լրջագույն։ Բայց Իրանը չունի նաեւ այդ ֆինանսական ռեսուրսները։ Եթե ինքը այդպիսի պատերազմի մեջ մտնի, չգիտեմ, ուրեմն կամ Չինաստանը պետքա ֆինանսավորի կամ Ռուսաստանը։ Բայց միջուկային զենքի հարցով ախր բոլորը ունեն կոնսենսուս։ Եվ Չինաստանին պետք չի, որ Իրանը միջուկային զենք ունենա, եւ Ռուսաստանին պետք չի, որ միջուկային զենք ունենա, եւ Թուրքիային պետք չի, որ եւ Սաուդյան Արաբիային հատկապես պետք չի, եւ առավել եւս պետք չի Իսրայելին ու Միացյալ Նահանգներին։ Այսինքն կա կոնսենսուս։ Հետեւաբար Իրանը դա լավ հասկանում է։ Հիմա ես երեք նայում եմ Ամերիկայի արդեն մամուլը ինչ էր ասում։ Մենք չենք ուզում, որ այնտեղ երկրորդ ուրեմն նաև Ուիտկոֆի դեպ ասես դա Թաքեր Կարլսոնի հարցազրույցի ժամանակ մենք այստեղ Հյուսիսային Կորեա չենք ունում, որտեղ Հյուսիսային Կորեան ասում է դե փոքր երկիր է ասիական մայրցամաքում։ Իրանը ահռելի երկիր է, դա ավելի մեծ վտանգ է։ Դա բառ ասում ենք չենք պատրաստվում դա թույլ տալ։ Սա պետք է հասկանալ, որ բայց ես արդեն տեսնում եմ, որ իրանցիները իրականում փորձում են իմ մոտ տպավորություն է համենայնպես որ փորձում են իրենց եթե ասես չէ եթե ամերիկացիները պետք է բան փոխեն որ մենք բանակցենք ինչ որ էսի խաղեր են տալի ինձ մոտ պարզություն է ստեղծում որ ինչ որ բանակցություններ միջնորդավորված արդեն գնում են եւ իրենք փորձում են իրենց ժողովրդին ինչ որ մի կերպ հիմնավորել թե ինչի են իրենք գնում կամ եւ այլ կամ շեղել կամ չկենտրոնալ դրա վրա բայց ենթադրում եմ որ արդեն ինչ որ բանակցություններ գնում են միջնորդավորված այդ բանն է չէ ոնց որ հիմա մոտարապես Ուկրաինան Ռուսաստան են բանակցում ոնց որ մի սենյակում ուկրաինացիներն են մի սենյակում ամերիկացիները գնում են ռուսների մոտ դուրս են գալի գնում են Ուկրաինա ենթադրում եմ այդ տրամաբանությամբ կարող է նաեւ բանակցություններ գնում Իրանի մասով հա հետեւաբար պետք է հասկանալ տեսնել ինչ է կատարվում այստեղ ես դժվարությամբ եմ պատկերացնում որ Իրանը կհրաժարվի, բայց նաև արդեն տեսնում եմ որ իրենց ժամանակը սպառվում է, որտեղ ակնհայտորեն մամուլը որ տեսնում եմ եւ պաշտոնյաները ինչպես են անհանգստացած, որտեղ հատկապես Ռաֆայել Գրոսի հայտարարությունից հետո որ 6 անգամ արագացրել է ծրագիրը, դա կարող է բերել լրջագույն հարվածի։ Իմ տպավորությամբ ամեն դեպքում երևի թե ամենահավանական սցենարը նա է, որ Իրանը փորձելու է արագացնել բանակցություններով ժամանակ շահել
ամերիկացիներն ու Իսրայելը դա հասկանում են, նրանք էլ իրենց կողմից ակտիվացնում են, արդեն տաքացնում են իրավիճակը Հեզբոլլահի, Հութիների, Համասի հետ եւ այսպես հասկացնում են Իրանին, որ մենք չենք սպասելու։ Ի վերջո, եթե Իրանը կանգ չառավ, կարծում Իսրայելի միջոցով հարվածներ են հասցվելու, բունկերային, այսպես բաներ կան, հատուկ բունկեր իրենց այդ միջուկային օբյեկտներին, հատուկ բունկերային, ուրեմն հրթիռներ, չասենք, երևի բոմբեր, ասենք, չգիտեմ, մարտագլխիկներ, ասենք, ես ռազմական մասնակից եմ, բայց գիտեմ, որ այդպիսի բան են ստա ամերիկացիները ունեն, որոնք ավելի խորքն են կարողանում հարվածել եւ ենթադրում այդպիսի հարվածներ կլինեն եւ դա ինչպես կպատասխանի Իրանը, ես չգիտեմ, չեմ պատկերացնում։ Ենթադրաբար պետք է ինչ-որ հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին, բայց այդտեղ արդեն գիտեք, այդ փոխադարձ հարվածների արդյունքում թե ինչ կլինի, ինչ լարվածություն կլինի, ինձ թվում է այստեղ հաղթելու են նա, ով որ ավելի բարձր տեխնոլոգիաներ ունի, մեծ հաշվով, որ ավելի ճշգրիտ ունի։ Մենք տեսանք ինչպես Հանիային, տեսեք, ոչ մի պատահական չի, ինչպես Հանիային վերացրեցին Իրանում իսրայելցիները։ Անօթաչուն մտավ սենյակ, չէ, եւ այլն։ Այս ամբողջը այդ սցենարի պատմելն էր Իրան։ Ինչ արեցին, միջուկային օբյեկտների ռադարները, չէ, ահա հոպի վրից ոչնչացրեցին, չէ, ամբողջը, հոպի ռադարները։ Կուրացրեցին ըստ էության այդ քաղաքի իրենց իսրայելցիները։ Հետո սենյակի մեջ անօթաչուով վերացրեցին Հանիային։ Այս ամբողջը, ոնց ասում կարծես հետ առաջ պատմեցին իրանցիներին, թե ինչա ձեզ սպասվում, հասկանում եք։ Ինչպես կարծականքին չալմեկավոր, իրենք ընդհանրապես շատ անկանխատեսելի են, դժվար է ասել։ Եթե ամփոփենք մեր հարցազրույցը, Թրամփ-Պուտին կհաջողվի գործարք կնքել եւ այդ գործարքը լինելու է Ուկրաինայի հաշվին մեծ հաշվով։ Տեսեք, ես չեմ կարծում, որ Ուկրաինան թույլ կտա, որ իր հաշվին որևէ բան լինի։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան այս բանին թույլ կտա, որ ինքը դուրս մնա խաղից։ Թրամփը բարձրացնում է խաղադրույքները առավելագույնը ստանալու համար։ Բայց ես նորից ուզում եմ, ես ընդհանուր այսպես ասեմ, ես հիանում եմ նախագահ Զելենսկիի պահվածքով եւ այո, իրենք ավելի բարդ իրավիճակում են եղել այս եղել է, որ մոտ 7-8 ամիս ավելի շատ ամերիկայից ընդհանրապես ոչ մի օգնություն չի եկել։ Պատկերացնում եք, ու այդպես իրենք կռվելու պայքարել են։ Այնպես չի, որ ուրեմն իրենք չեն շարունակելու կռվել պայքարել, եթե իրենց համար դա ձեռնտու չեղավ։ Բայց ուկրաինացիները առաջինն են ուզում խաղաղություն, ըստ էության։ Եվ չկա այնպիսի սցենար, ես չեմ պատկերացնում այնպիսի սցենար, որտեղ Ուկրաինայի հաշվին ինչ որ մի բան կլինի։ Ես չեմ պատկերացնում այդպիսի բան։ Անկամ Թրամփի ադմինիստրացիայի, անգամ իր հակասական հայտարարությունների, որտեղ Թրամփը շատ լավ հասկանում է, չէ՞, Թրամփը Ամերիկայի շահերից է ելնում առաջին հերթին, ճիշտ է։ Իսկ Ամերիկայի շահերից չի բխում Ուկրաինայի հաշվին ինչ որ մի բան անելը։ Այսինքն մեծ հաշվով ամենագլխավոր խնդիրը Ուկրաինան պետք է մնա անկախ, ուժեղ, Եվրամիության անդամ, ապագա երկիր, առնվազն, ճիշտ է։ Բայց տարածքները կորցրած կամ ժամանակավոր օկուպացված Ռուսաստանի կողմից։ Տարածքների մասին ժամանակավոր օկուպացված կմնա, ինչպես նաև ասում են ուկրաինացիները, մենք երբեք չենք համաձայնի, որ այդ տարածքները ռուսական են։ Մենք ժամանակավոր օկուպացված ստատուսը կպահենք եւ ուշ թե շուտ մի օր այդ տարածքները անպայման կվերադառնան։ Դիվանագիտական ճանապարհով կլինի, թե այլ միջոցով էական չի։ Իրանք ասում են, մեզ հիմա պետք է, մենք երբեք չենք ճանաչի դա, մենք կուժեղանանք, հզորանանք, վաղը միսօրը կարող է այդ տարածքները, ինչպես ես եմ մեկ ասում, այդ տարածքի բնակիչները կարող են մի օր խնդրելով են։ Բերլինյան պատի վրա ոնց էին անցնում թռնում Արևելյան Գերմանիայի ժողովուրդը, որ անցնեն Արևելյան Գերմանիա, այ նույն ձևի խնդրելու են, որ իրենց վերցնեն Ուկրաինա։ Այս պատերազմի գլխավոր նպատակը, տեսեք, մի հետաքրքիր բան ասեմ, ինչքան մենք ջղայնացած ու բարկացած ենք Ուիտկոֆի հարցազրույցից Թաքեր Կարլսոնի, որից ամբողջությամբ դիտեցի, իհարկե մեծ դժվարությամբ, բայց դիտեցի, որտեղ դա ասում պետք է շատ ամուր նյարդեր ունենալ իհարկե դա դիտելու համար։ Մի հետաքրքիր բան ասեց Ուիտկոֆը, ասեց, որ Պուտինը ոչ թե ուզում էր Ուկրաինան ՆԱՏՕ չմտնի, ոչ միայն դա։ Պուտինին պետք է այն տարածքները, որ ինքը մցրել է Ռուսաստանի սահմանադրությամբ, այնտեղ 4 թե 5 մարզաստ իրանց, մենք հասկանում ենք, չէ՞ որ դա չէր պետք Պուտինին։ Մենք հասկանում ենք, չէ՞ որ դա չէր պետք Պուտինին։ Բայց Ուիտկոֆը ասում է դա է պետք Պուտինին։ Մենք հասկանում ենք, չէ՞ որ հիմա Ուիտկոֆը փորձում է Պուտինի դեմքը փրկել, չէ՞։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞ որ 4-5 տարածքները անգամ եթե հիմա վատագույն սցենարով ասենք, Թրամփը փորձի ճնշել այս պահին թողնել Ռուսաստանի կազմում, ընդ որում ես չեմ կարծում, թե ուկրաինացիները որևէ մի կանգնած տեղից հետ կգնան, հա, ասենք չեն գնալու։ Այդ նկատի ունեմ այդ գծով սառեցնեն,
Իհարկե Պուտինը պետք է փորձի ասի Զապորոժյանն էլ տվեք, չգիտեմ, Խերսոնն էլ լրիվ ազատագրեք տվեք, բայց ես չեմ կարծում, որ այդպես կլինի։ Բայց եթե անգամ վատագույն սցենարը վերցնենք, չէ՞, ամենավատը, որ այդ 5 շրջաններն էլ արևելյան Ուկրաինայի տեսականորեն տան Պուտինին, որին ես չեմ հավատում, կրկնում եմ, որտեղ վստահ եմ Զելենսկին այդ քայլին չի գնա, որտեղ Զելենսկին իր իդեպ ասեց Վիտկոֆը։ Դրա համար են իրանք ուզում փորձ անել Զելենսկիից ազատվել, դա Զելենսկին չի գնում այդ քայլին։ Մի մետր հետ չի գնալու, որտեղ կանգնած է ինքը էլի, եթե գրաված չի։ Եվ այս իմաստով տեսեք, բայց անգամ այդ վատագույն սցենարով Վիտկոֆի ասած, Ռուսաստանը չի հաղթում։ Չի հաղթում, որտեղ ինքը ստանում է էլի արևմտյան Ուկրաինա, այսինքն արևելյան մասից մի քանի բան վերցնում է, օքեյ։ Ուկրաինան դա չի ճանաչելու որպես Ռուսաստանի տարածք, դա մնալու է դարդ իր համար ժամանակավոր օկուպացված, հա։ Եվ խնդիրը գլխավոր տապալվել է։ Ինքը ստանում է ահռելի տարածքներ, որը պետք է սեփական ուժերով վերականգնի, որը տրիլիոնավոր դոլարներ է այնտեղ, բան չի թողել քարի վրա, ամբողջը դարդը իր վրա է մնալու վերականգնման։ Այդ տարածքների ամբողջ ենթակառուցվածքի ինֆրաստրուկտուրաները, ջուրը, էլեկտրաէներգիան կախված են Ուկրաինայից։ Կենտրոնը Ուկրաինան է հասկանում, այսինքն կենտրոնական իշխանությունից Կիևից։ Այսինքն ինֆրաստրուկտուրան այդպես է կառուցվել, հա։ Ինչ որ լծակ մնալու է ուկրաինացիների ձեռք այդ տարածքների վրա, բնականաբար, եւ գումարած, որ գլխավորապես Ուկրաինան դառնում է անկախ էլի ահռելի տարածքով, անգամ առանց այդ մարզելի, էլի մի քանի Հայաստանի չափ, մի 10 Հայաստանի չափ ենթադրենք տարածքով երկիր, եվրոպական զարգացած երկիր։ Սա ես ասում եմ այն ամենամռայլ վատ սցենարի դեպքում ինչ է ստանում Պուտինը, ոչ մի բան, ընդամենը կարա գնա իր երեսը փրկի իբր թե, բայց ինքը քաղաքականապես պարտվել է։ Հիմա հարց, ինչ եք կարծում, այդ տարածքները այդ քանդված, որ ստացա, որ ինքը պետք է հիմա ընդհանրենք պահի, իսկ դրանից հետո Էրդողանը իրան ավելի շատ է հարգելու, դրանից հետո իրան որևէ մեկը լուրջ է նայելու։ Այսօր մի հատ ինչ-որ քրչոտ Ալ-Շարա, որի մեջքին կանգնած է Էրդողանը, պահանջում է Պուտինից, ասում է Ասադին տուր, թե չի լավ չի լինի քո համար, կոպիտ ասած, հա, եթե ուզում ես ընդհանրապես քո բազաները թողեմ ստեղ։ Տեսեք ոնց են խոսում իր հետ արդեն։ Չի մասին եք մենք խոսում։ Իսկ ԱՄՆ-ն Պուտինի դեմքը փրկում է ինչի համար, որ միասնական պայքար են Չինաստանի դեմ։ Ենթադրում եմ, որ Թրամփը այդպիսի պլան ունի, որը ես չեմ կարծում, որ կհաջողի։ Թրամփը փորձում է այսպես Պուտինին շիրաշահելով իր կողմը քաշել, Սի Ցզինպինի տակից հանել, կոպիտ ասած, հա, փորձել իր տակ պարկացնել։ Որքանով դա կհաջողի, իսկ քիչ կասկածում եմ, մի քիչ ճիշտ ասած, բայց այդպիսի մտադրություն կարծես թե նշмарվում է, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ Ռուսաստանը ունենալու է առաջվա դերակատարությունը, հասկանում եք։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանի ազատ անկումը դադարելու է։ Դուք հələ չեք պատկերացնում այս ամեն ինչի էֆեկտը ինչ է լինելու, երբ որ ռուս ժողովուրդը հասկանա, որ ոչ մի բան չստացավ, որ այդ 5 մարզի հողը չեն ուտելու, կաշաճատ կանան ուտեն մեռն են այդ 5 մարզի հողը, հա, ինչ են անելու չգիտես, ասենք եւ այլն, հա։ Այդ հողը ասում են ուտեն ու սատկեն, դա տարբերակով հակարան, ասենք այդ եթե այդպես են ուզում, բայց իրանք հասկանում որ ինչ որ պատժամիջոցներ մնալու է։ Եվրոպան հաստատ դա չի ներելու, ունես չի որ ասենք վերականգնվելու է։ Իրանց նավթն ու գազը առաջապես չի լինելու էլ Եվրոպայում, որովհետեւ Թրամփը ինքը միտք ունի դա ծախելու եւ վաճառելու։ Իսկ եթե Պուտինի նավթի գազը չվերականգնես, դա չի վերականգնվի երբեք, հա, եւ այլն։ Կարող է ինչ-որ փոքրիկ մասը տենց եւ այլն, բայց առաջվա կախվածությունը չի լինելու։ Բայց ելիմ ասում, այս ամեն ինչը հիմա տեսական այն նպատակները, որ Թրամփը փորձում է անի, դա չի նշանակում, որ ինքը կարողանալու է դա անել, եկեք ստեղից բա։ Այս հիմա մենք խոսում ենք իր մտադրություններն ենք վերլուծում մենք, եկեք ճիշտը ներկայացնենք։ Մենք ասում ենք, թե ինչ է ինքը մեր կարծիքով մտադրված անել, բայց արդյոք կհաջողվի թե չէ, դա խիստ եւ շատ մեծ հարց է, այսինքն մեծ հարց է։ Նույնը վերաբերում է նաեւ աշխարհին այդ խաղաղություն բերելու հայտարարությանը, չէ՞։ Միանշանակ, այո, որովհետև հենց Իրանից սկսած կարող անես պայթի ամեն ինչ, որ անդառնալի լինի, մենք չենք կարող ասել ինչ կլինի։